Բարի երեկո ցեսի։ Վերնական աղոթքով եթե սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերգինս է Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արկայություն քո Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերկրի, ըստ մեր հանաբազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մենք թողում մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզ ի փորձություն, այլ բրգյաս մեզ ի չարեն, զիքոյ արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն, սպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ, Իվանից եւ ի գործոց բրգյաս մեզ եւ ողորմյա քո արարածոց եւ մեզ բազմամեղածս ամեն։ Եկեք միասնապար 16-րդ Սամոսը մեր այսօրվան սերտողության հատուկ նաեւ, որը վերնակիրն է աղոթք վստահության միասնապար եթե գարտանք Բահբանես իս ով ասված, կեզի աբավինած եմ, դիրոջս սիթուն ես դերս, կեզ մեզատ ուրախություն շունիմ, ինչ պարահեղ են երկրի վրա սուրպերը, ամբողջ պապակս է անոնց հետ ըլլալ, գորդնապանեմ դերը, որ իր խորուրդներով գարաշնորդ ես, նույնիսկ իշերը զիս կխրադե խղճմդանքիս միջոցավ, միշտ դերը իմ թիմացս ներկա ունիմ, երբ անիկա իմ կողքիս է, ոչինչ կրնազ իս սասանեցնել, ահա թե ինչու սիրտս ուրախ է, հոգիս ծնծության մեջ է, և մարմինս վստահությամբ կհանչի, որովհետև գիտեմ թե զիս մերելներու աշխարհի մեջ պիտի չցկես, և պիտի չթողուս, որ քո հավատարիմ ծառայիդ մարմինը փդություն տեսնե, յանքի ճամփան ցույց կտաս ինձի, ներկայությունդ զիս ծնծությամբ կլեցնե, և քո մոտդ ըլլալը հավետ երջանկություն է։ Եվ այս երջանկության հետ մեկտեղ նաև Աստծո ողորմությունը խնդրենք, նաև ձեր աղոթքներում մեջ հիշեցեք բոլոր անոնք, որոնք այս վաղուն ճամփորդության մեջ են, վիրահատության, նեղության կամ դժվարության, խնդրենք Աստծո, որ իր հայրական սիրով եւ հոգածությամբ եւ ողորմությամբ յուրաքանչյուրը իր արժեվ ունենա եւ ըստայնմ մխիթարե, զորացնե, բժշկե եւ ըստայնմ առաջնորդե ուր որ պիտի հասնին։
Iisus Părghici, mes ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, ով երտնավոր հայր, Տուն որ մեր գողքին ես, ոչինչ կրնա մեզ սասանեցնել և քու ներգայությունը դե, որ յուրաքանչյուրիս կուտային ուրախությունը, որ ոչ ոք կրնա այդ ուրախությունը մեզ մե խլել։ Անչափ շնորհակալ ենք քու տված այդ խոստումիդ, որով խոստացար ևս իր, որ ես սեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը, և այդ քու ներգայությունը դե, որ մեզ առավել ևս կզորացնե, մեր քայլերը կառաջնորդե, որպեսզի կարենանք մեր հավատքը պահելով, մեր հույսը, մեր վստահությունը և մեր սերը քեզի հանդեպ, որպեսզի ստանամ հասնենք նաև այն պատրաստված կյանքին, որ հավիտենական կյանքն է։ Ուստի այդ բոլորին համար շնորհակալություն կհայտնենք քեզի, որ քո այդ անսահման սերդ և հոգածությունդ կցուցաբերես մարդ արարածի նկատմամբ, հակառակ մարդու անօրենության, հակառակ մարդու գամագորության, բայց քո այդ սիրովդ կուզես, որ այդ մեղավոր մարդը վերադառնա, փրկվի և ժառանգի այդ հավիտենական կյանքը։ Անորոմանալ այս սերտողությունները արիթ են և թող որ այդպիսին ըլլան, որ առավել ևս քեզ ճանչնանք, քու սերդ վայելենք, քու ներկայությունդ ունենանք, որպեսզի կարենանք այս բարի պատերազմը իր ավարտին հասցնել։ Բայց դակավին ունենք ճանապարհ, դակավին ունենք այդ բարի պատերազմը, որ այս կյանքի տրվածքն է նեղություններու, դժվարություններու, ցավերու ու դարավանքի, որն ամառալ գաղութենք և կխնդրենք քեզ մե, որ դարձյալ քու խոստումիդ համաձայն ղրկես մխիթարիչը Սուրբ Հոգին, որպեսզի մեզ զորացնե։ Այս առիթով գաղութենք և կխնդրենք, որ հիշես անոնք, որոնք ցավի ու դարավանքի մեջ են, բժշկության գարիք ունին, և իմաստնավորի հիշես Ժոզեֆ անուն Զարատ, Անթրանիկ անուն, անոնց բժշկություն շնորհես ու մանավանդ հոգիի փրկություն, մեղքերու կավություն և տողություն։ Ըլլաս նաև ճամփորդագից բոլոր անոնց, որոնք այս բահուն ճամփորդության ընթացքի մեջ են, տուն առաջնորդես անոնց քայլերը և ապահով և խաղաղ հասցնես ուր որ պիտի հասնին։ Իսկ անոնք, որոնք նեղության դժվարության մեջ են, անմխիթար վիճակ, կխնդրենք դարձյալ, որ մխիթարես իրենք, որպեսզի կարենան այդ հավատքը պահել, որպեսզի կյանքի դժվարությունները պատճառ չլան, որ անոնք այդ հավատքեն հեռանան։ Իսկ այս երեկոյի համար կխնդրենք քեզ մե, որ իմաստություն տաս յուրաքանչյուրիս, մեր մտքերը փանաս, մեր սրտերը, ականջները, մեր հոգիները, մեր ամբողջ էությունը պատրաստես, որպեսզի քու ներկայությամբ նաև քու պատգամներդ լսենք և այդ պատգամները որպես հոգևոր սնունդ ունենանք և քու ներկայությունը իբրև սպառազինություն, որպեսզի կարենանք այս բարի պատերազմի ընթացքին սուր, վահան և սաղավարտ օգտագործել խոսքերդ, պատգամներդ, որպեսզի կարենանք թեմ դնել չարին արձակած բոլոր տեսակի մխածող նետերուն։ Եվ մենք միշտ պիտի փառավորենք ամենասուրբ երրորդություն, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտյանից։ Ամեն։ Վերջնտեր երեգոն է մեր այս երեգոն և կաշապատ արդեն ասո օրդությամբ և շնորքով գունենանք մեր վերջին երեգոն այս տարի շրջանի համար, որ մեր դու նաև թաթարմը և աբագը վերսկսինք, հարաճիգա շապտում ծեզի կփոխանցվի թվականը վերսկսելու, բայց այսօր որպես վերջնտեր երեգո
Պիտի փորձենք տեսնել նաև վերջնթեր գլուխը Կորինթացիներուն նամակին, այսինքն 16 գլուխները փակացած Կորինթացիներուն ուղղված առաջին նամակի 15-րդ գլուխն է, որ պիտի փորձենք այսօր տեսնել։ Միգուցե չգրնանք ամբողջացնել, որովհետև այնպիսի հատված մնե, որ արժե քիչիկ այսպես մանրամասնությամբ անցնել անոր վրայեն։ Որովհետև այնպես ինչպես Պողոս առաքյալ ինք մանրամասնությամբ կանցնի այս նյութի վրայով, նյութը, որ միգուցե ըստ ասենք մեկնիչներու այնպես եղած էր, որ կարծեք Պողոս առաքյալ ինք կսկսի արձարծել այս նյութը։ Մյուս բարականերուն մենք փորձեցինք տեսնել կամ նամակի ջամփով ի հայտ եկավ, բացահայտվեցավ, ասելու համար թե այն նյութը, որում մասին ինձ գրած էի, օրինակ մի սուտել կամ չուտել։ Այն նյութը, որ ծեր նամակի մեջ մեզ ինձ հիշած էի, այսինքն ամուսնանալ կամ չամուսնանալ։ Այս բանակային այդպիսի ակնարկումը չկա, որ Պողոս առաքյալը գնե, ասելու համար թե ծեր նամակի մեջ ինձ ասած էիք, որ հարություն եղած է կամ ոչ, հարություն կա կամ ոչ, հարություն պիտի չլա կամ հարություն եղած է արդեն։ Բայց 13-րդ համարը, 15-րդ գլխու 13-րդ համարը, ինչ որ քան շաբթում պիտի փորձենք տեսնել, այդտեղ նախատասության մեջ կսե, ինչպես կրնա ըլլալ, որ ցեզ մեզ շատեր այսպես կսեն։ Ուրեմն կնշանակե, եթե նույնիսկ բացահայտ օրեն նամակի մջամփով կամ փերանացի Պողոս առաքյալին չեր հասած այս նյութը իբրև նյութ խնդրո առարգա համայնքենես, որ պատճառ դարձած էր նաև համայնքի բարակդումին եւ բաժանումին, բայց եւ այնպես կնշանակե նյութ մներ խնդրո առարգա մներ, որուն համար նաև գուզե անդրադառնալ առաքյալը։ Եվ մանավանդ գուզե անդրադառնալ առաքյալը այս նյութին, ոչ թե որովհետև բարձրապես խնդրո առարգա էր, այլ որովհետև հավատացյալները, այսինքն համայնքի մեջ ապրող եկեղեցին, Կորինթոսի եկեղեցին, եթե երբեք ճիշտ ցևով չընթանա, պիտի գործընծնե ուղին ճանապարհը ճշմարիտ, թեպի ճշմարտության կացով։ Որտեղ այնպիսի նյութ մնե, որ պիտի արձարծե առաքյալը այս գլուխով 15-րդ գլուխով, որ փարոյական հարցը չէ, ընկերային հարցը չէ, որտեղ անցնող բոլոր հարցերը այս կամ այն ցևով գապված էին կամ փարոյական, օրինակ ամուսնանալ կամ ոչ, որպես այս մարմին գոչվածը բորոնգության չդալ։ Միս ուդել կամ ոչ, ընդհանրապես ընկերային թրվածքի մեջ, կամ շղարշը օգտագործել կամ ոչ, տարբեր երևույթներ ձեսի եւ ձիսակատարության հետ կապված։ Իսկ այս բաժինը, որ 15-րդ գլուխն է, որ պիտի արձարծե հարության նյութը, շատ ավելի աստվածաբանական, վարդապետական, ուսուցողական բաժին մնե, որով գուզե առաքյալը, որ հավատացյալները իրենք ճիշտ ջամփու մեջ ըլլան եւ հաստատ հիմեր ունենան, որտեղ անգամ որ այս բաժինը խախտի, ամբողջ ճշմարտությունն կխախտին, որտեղ վերջը ամբողջ միտք բանին, որ եկեղեցին պիտի գառուցվի կամ գառուցվեցավ, ինչ հիման վրա գառուցվեցավ, Քրիստոսի հարության հիման վրա։ Եթե Քրիստոսի հարությունը գմերժվի, չնայած որ շատեր գնդունին Քրիստոսի հարությունը, բայց այս անգամ գմերժեն իրենց հարությունը։ Այսինքն ավելի բարձ բացատրությամբ, ինչ որ այսօր ալ հաջող գա այդ փիլիսոփայությունը մեր ամենօրյա կյանքի մեջ։ Թեգուզ նույնիսկ հավատացյալներ, հաջող ինչ կսեն։ Արդեն պիտի մեռնենք։ Արդեն պիտի հողին երտանք եւ հողին խառնվենք, որովհետեւ Աստվածաշունչը ինչ կսե, հող է իր եւ հող պիտի դառնաս։ Ուրեմն կնշանակե շատ չհետաքրքրվիլ հարության հույսով կամ հարության երևույթով։ Ճիշտ է մենք կհավատանք, որ Քրիստոս դարիներ 2000 ամյա առաջ հարություն արավ եւ անալ հաջող մենք կդոնենք ամեն դարի զատկվա դոնին եւ իրարու գմախտենք ասելով Քրիստոս հարյավ իմ մերելոց եւ կպատասխանենք ցեզի է մեզի մեծ ավետիս եւ կամ օրդյան լա հարությունը Քրիստոսի, բայց սիրելիներ Քրիստոս հարություն չարավ, բարձավես ինք հարություն առնելու համար, այլ Քրիստոս հարություն արավ, որբեսի մեզի դա ինչը բարի լուրը այն մարդուն, այսինքն մեզ մե յուրաքանչյուրին որպես մարդ արարած, որոնք ինչ վիճակի մեջ էին, հուսահատ ինչ իմաստով, որ այլևս կյանք կոչվածը քերեզմանով կավարտի։ Այսինքն այսքան վազք, հոգնություն, մտահոգություն, դարաբան, չարչարան, դանչանք,
Վասն ինչի, եթե երբեք ավարտին, բար ժողովրդային պարերով, թակաղի մեջ, եզիս հողի մեջ պիտի տնեն։ Եվ ադորամանալ նաև երևույթը իմիջալոց պագակիցներու մեջ ներգայացնենք։ Այսօրվան նաև մտայնությունը կամ մոդեցումը, ինչի, թաղման գարքի և թաղման արարողության, և ինչպես կպացադրենք։ Եթե արդեն այսպես կամ այնպես հողի պիտի վերածվի այս անձը, թիակ կոչվածը, ավելի լավ է որ սկիզբեն ունենք անոր։ Ինչ որ կգոչվի հաջող, cremation հասկացողությունը, այրել կամ ինչ որ գնեն։ Բայց ընդհակառակը համասիկ բողոսարական բուկա և կպացադրե նախ առաջին երթին հարությամբ ըմբռնումը ինչ կնշանակե հարություն առնել։ Ինչու էր Քրիստոսի հարությունը, ինչու Քրիստոս նախ պետք էր որ հարություն առներ, ինչու պետք էր որ հարության հասկացողություն մըլար, որտեղ նաև ամբողջ տրվածքի մեջ մարդկություն գոչվածը այսպես ասած հետաբնթումը ուներ, որտեղ մարդ արարած է միշտ ցկդումը ունեցած է, կապված է ինչին կյանք կոչվածին։ Անոնոմալ երկու տեսակի ըմբռնումներ կան։ Ըմբռնում մգա որ հոս է ամեն ինչ եւ գավարդի, ըմբռնում մգա որ դակավի փամ մգա, ագնկալություն մգա, սպասում մգա։ Եվ ահա վասի Քրիստոս եկավ, ըլլանոմալ լրումը եւ ամբողջությունը այն հասկացողության, որ այս կյանք կոչվածը չէ ավարտը, այս կյանքը չէ միայն կյանք կոչվածը, որու մեջ պիտի ապրի մարդը եւ վերջագետը պիտի ունենա քերեզմանի փոսը, այլ եկավ ըսելու համար իր իսկ հարությամբ, որ այն կյանքը, որ պատրաստված է որպես հավիտենական կյանք, ահավասիկ այն է, որ հիմա ցեզի պիտի դրվի, որուն համար այդ քարոզչությունն է, որ հանցն արավ Բողոս Արաքյան, այնպես ինչպես նաև մյուս արաքյանները իմիջայլոց։ Եվ այդ է, որ նաև կգոչվի ավետարան, ավետիս, փարիլուր։ Ինչն է ավետիսը, որ հաջող մարդիկ ուզեցին լսել։ Օրինակ համար այսօր երբ որ դուն գերտանք կործեն, առօրյա հոգնութենեն հետո, գամ գլսենք, գամ գգարտանք, գամ գտիտենք, որ ընդհանրապես աշխարհը մեզի կներկայացնե ինչ լուր, վատ լուրը, քեշ լուրը, մտահոգիչ լուրը, եւ առավել եւս ամեն օր մենք կսկսենք մտահոգվել։ Վաղվան համար կարծեք կսկսենք հուսահատել, որտեղ օրերը ավելի առավել եւս կդառնան վատը կարծեք, ավելի քեշը, եւ անորոմանալ ամիջապես որ լավ լուրը, բարի լուրը լսենք, որոշ ուրախություն մգարցեք կունենանք, եւ այդ ուրախությունը սակայն շատ երկար չի դեվեր, ամիջապես ուրիշ կարծեք ալիք մգուկա, ուրիշ հարված մգուկա, եւ կարծեք այդ ուրախությունը ամբողջությամբ փուլ կփլի։ Եվ սակայն այսօրվան Սամոս 2-ն ինչ կսե։ Նախ կսե տունես իմ ամբողջ ուրախությունս։ Եվ եթե երբեք տունես իմ ամբողջ ուրախությունս, ով գրնա ինձ մի այդ ուրախությունը խլել։ Եվ մանավանդ այնպիսի հանգստություն ունիմ, որ եւ գահանջիմ այն իմաստով, որ գահավատամ, որ թունքու հավատարիմ ծառայիդ մարմինը մերեններու աշխարհի մեջ պիտի չծկես, որ փդի, այլ պիտի դաս անոր հարություն։ Այս խոսքերը Սամոս 2 Դավիթը գկրե, բայց որպես մարգարեություն գկրե, որտեղ այս խոսքերը իրեն համար ասված չէին։ Այսինքն ինքն իր մասին չէ որ գկրե Դավիթ, այլ գկրե որպես մարգարեություն, քալիք այն թեփքը, որ պիտի պատահեր Հիսուս Քրիստոսով իր կյանքի մեջ։ Որտեղ հրեական մտայնության համաձայն մարմին գոչվածը երբ որ կմահանար, 4-րդ օրը կսկսեր փդելու, նեխելու, հոտելու։ Մինչև 4-րդ օր, այսինքն 3-րդ օրը դակավին չէ հասած այդ հանգրվանը փդելու, նեխելու, հոտելու։ Անորամարալի միջակ երբ որ Ղազարոսը կմահանա եւ Քրիստոս 4 օր հետո գերտա, կամ 4-րդ օրը գերտա, քույրերը իրեն գսեն, երբ որ գարցնե ուր է ծեր եղբայրը Ղազարոսը, ուր տրիկ, քույրերը գսեն, այլևս սկսած է հոտիլ, ինչու կուզես անպայման տեսնես ինքը, կամ ուր որ դրած ենք ինքը։ Եվ ահավասիկ կնշանակե, երբ որ քու ծառայիդ մարմինը պիտի չծկես, որ փդություն տեսնե, կնշանակե դակավին 4 օրեր չեղած, արդեն իսկ հարություն պիտի առնե։ Ուրեմն խոսքը կվերապերի ոչ թե Դավիթին իր մասին, այլ Դավիթի կողմէ եղած մարգարեություն, դրված Աստծո կողմէ, Դավիթի ջամփով, անոր քրճով, անոր մտքով, անոր լեզվով, ինչ որ գուզեք բացատրել, եւ ահավասիկ Դավիթ կմարգարեանա Քրիստոսի հարությունը։
Եվ այս խոսքն է, որ Բողոս Արաքյալը գսե, ինչպես որ սուրբ գիրքերում մեջ գրված էր, ինչը, որ Քրիստոս հարություն պիտի առնե։ Եվ երբ հարություն պիտի առնե, երրորդ օրը հարություն պիտի առնե։ Ուր գրված է, որ երրորդ օրը հարություն պիտի առնե 5 դագարանի մեջ, աղվասիկ Սամոս 16-ը, ուրգե գիտես, որտեղ երրորդ օր չէ ասված, այս է հաճախ նաև վեճ վիճականությունը մարդոց մեջ։ Դարացի փարացի կուզեն փնդրել գտնել 3 թիվը ուր գրվել է երրորդ օր 3 օր հետո կամ երրորդ օրը երբ որ հավասի քրեական մտայնությունը մենք ծանոթ ենք 4-րդ օրն է որ փդության հանգրվանը կսկսի դակավին փդություն չտեսած քու ծարայիդ հավատարիմ ծարայիդ մարմինը բիդի չծքես մերեններու աշխարհի մեջ Եվ այդ էր նաև բարական երբ որ յուղափեր կանայք քացին որովհետեւ օձեին այդ մարմինը Եվ հրեշտակը հարցուց, որտեղ իրենց ավանդության համացան ինչ էր, երրորդ օրը գերտային օձելու այդ մարմինը, 4-րդ օրը չէին երթան, որտեղ այլևս նեխած է այդ մարմինը, նեխելու փդելու ընթացքն է որ կսկսի այդ դիակը, եւ աղավասիկ հրեշտակը իրենց պիսեր, ուր եկած եք դուք, ինչ կփնդեք կենտանին մերելներու մեջ, եւ այս բոլորը ինչու կուզե պատրաստել միտքերը Բողոս Արաքյալ, որտեղ գլսե, որ համայնքի կյանքեն ներս Կան մարդիկ, որոնք սկսած են այնպես մպացադրել, որ մերելներու հարություն չկա։ Այո, Հիսուս Քրիստոսի հարության գավադան, որտեղ այդպես քարոզվեցավ, բայց Քրիստոսի հարությունը ինչու եղավ։ Բարձրապես ցույց տալու համար տեսեք, Քրիստոս որտեղ ասա մարդու որդին պիտի խաչվի, թաղվի, բայց երրորդ օրը հարություն պիտի առնե, իր ըսածն է որ ճշմարիտ կդառնա։ Չէ, միանադուր համար չէ։ Այլ Քրիստոս հարություն արավ, որպեսզի նաև մեզի տա բարի լուրը։ Այն հուսահատ մարդուն եւ այդպես է գուսադին հաջողսեմ ցեզի։ Երբ որ նեղության եւ դժվարության համկրվանները գարձեք ավելի գսաստ կանան եւ բահը գահասնի ուր բժիշկը կամ բարական Լուկա մեզի ասելու գացությունը Լուկա մեզի ասելու որ այլևս հույս չունիս։ Հույս չունիս։ Շատ կներես Հարազատը ով որ է ազգականը բարակատ շատ օրեր չունի համրված են օրերը եւ մենք ինչ վիճակ կունենանք հուսահատ ասենք ես հուսահատ վիճակ կունենանք որտեղ մեր ամբողջ բայկար հոս էր եւ բնական է այդ երևույթը մենք հուսահատինք այս կանդակնավեցանք աղոթեցինք Ջգնեցանք, պակպահեցինք, ձոմ պահեցինք, ինչ ոտրինք, թրամ ծախսեցինք, բժիշկներու կացինք, մաստակետները կդանք, բայց հետո ինչ, բժիշկ եկավ և ասավ, շատ կներես, հույս չկա, բայց ինչի հույսը չկա, այո միգուցե բժշկական գիտական օրեն մեր մարդկային դրամապանության հույս չկա, բայց Բողոս Արաքյալ գուկա մեզի ուրիշ հույս մտալու Բողոս Արաքյալ գուկա մեզի ուրիշ հավատը փոխանցելու Բողոս Արաքյալ գուկա մեզի նոր լուր մտալու, բարի լուր մտալու, ավետարան մկարոզելու Ինչ է այդ ավետարանը Ինչ որ նախ ես ցեզի քարոզեցի, նախ ես հավատացի Ինչ հավատաց Բողոս Արաքյալ Հավատաց որ Հիսուս հարություն արած է Ոչ, հավատաց Բողոս Արաքյալ որ իրեն համար մահ կնշանակե Քրիստոսի հետ լալ Իրեն համար մահ կնշանակե ոչ թե վերջագետը, այլ նոր կյանքի ինչը անցման շրջանը Իրեն համար կնշանակե հավիտենական կյանքի ժառանգության այդ հանգրվանը, ընթացքը Եվ Ադոն համար գսե եղբայրներ հիշեցնեն ցեզի այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի հիշեցնեմ որովհետև կնշանակե Գորոնթոսի համայնքը Սկսած էր ինչ, մորնալ, ինչը, Բողոս Արաքյալի քարոզած ավետարանը, որտև հաջող մենք որպես մարդ արարածներ կմորնանք, չէ, հաջող է որ դու ծեր դան մեջ արարգաները ուր թրած եք, հաջող կմորնանք, որովհետև մեր մարդկային կարողությունը, միտքի կարողությունը որոշ սահմաններ ունի, եւ Ադոն համար դարվե դարի գարձեք առավել եւս կհստականա մեզի համար թե օ սկսած ենք մորնալ Այս ինչ դեր ուր թրած եմ, մեկ վարգան հիշեմ, ուրեմն այս հիշողություն հասկացողությունը, երբ որ մնայուն գգրտնե Արաքյալը, որպեսի հիշեն, ոչ թե հիշեն բարեր նախատասություններ, ինչ քարոզեց, այլ հիշեն ինչը միջուկը ամբողջ բարի լուրին, այսինքն այդ վարդապետությունը, այդ ուսուցումը, այլ խոսքով հավատքը
Թավանությունը, այսինքն ինչ բանի իրենք հավատացին, ինչու իրենք այդ երևույթին հավատացին, որպես ինչ հավատացին, բարձավես թեպքը, պատմական թեպքը, որ պատահեցավ, միգուցե 60 տարիներ առաջ կամ 40 տարիներ առաջ, եթե այս նամակը գրված է, Բողոս Արաքյալի գոմե գրված Կորինթացիներուն, գրեթե 60-ական թվականներուն, Քրիստոսի հարությունը դեղի ունեցավ 30-ական թվականներուն, եւ եթե Բողոս Արաքյալ 15 տարի հետո իբրև քարոզչական աշխատանքը սկսավ շրջիլ այս համայնքները կազմելու համար, գրեթե 40-ական թվականներով ավարտին, ուրեմն շատ ժամանակներ չեն անցած այս ամբողջ եղելութենեն։ Միգուցե 40 կամ 50 տարիներ։ Եվ այս բոլորին մեջ երևաբար Բողոս Արաքյալը գուկա եւ գսե այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, գուզեմ հիշեցնել ցեզի։ Քարոզեցի անցյալին քարոզեցի, բայց անցյալի մեջ ինչ որ դուք հավատացիք, հիմա այսօր, որ ես ցեզի գրեմ այս նամակը, նույն այդ հավատքը չեք պահած։ Տեսեք, հավատքը բահելն է, ոչ թե միայն քարոզչության, այսպես ասած փոխանցությունը, որպես ինչ որ լսեցին, այդ բահելն է, այդ թավանությունը բահելն է, հավատամքը բահելն է։ Այսինքն հաջող է որ մենք այդ հավատամքը գարդասանենք, որպես ինչ գարդասանենք, որպես բարեր, որ պետք է արտասանել, կամ իրապես որպես թավանություն, այսինքն մարդիկ երբ որ հարցնեն, պետք է պատասխանենք։ Պետք է կարենանք պատասխան, երբ որ մարդիկ այսօր գուկան հարցականի դակ կտնեն Հիսուս Քրիստոսի հարությունը, հարցականի դակ կտնեն մեր հարությունը, հարցականի դակ կտնեն ընդհանրապես քրիստոնեական վարդապետությունը, մենք ինչ պատասխան ունենք տալիք։ Եվ ինչու պետք է որ այդ պատասխանը տանք։ Որտև այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, ինչ գուտա ցեզի։ Ոչ թե բարձրապես քարոզչությունը, որ դուք պետք է լսեք։ Այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, այդ ավետարանով ալ գփրգվիկ։ Փրկության հարցն է։ Լսելու հարցը չէ միայն։ Շատեր այդ ավետարանը լսեցին անցան։ Շատեր Քրիստոսի քարոզները լսեցին ու անցան։ Շատեր լքեցին, ցկեցին ու կացին։ Բայց կսե այդ ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, այդ ավետարանով ալ գփրգվիկ, եթե երբեք զայն բահեք, այնպես ինչպես ես ցեզի քարոզեցի։ Ուրեմն ավետարանը, որ բարի լուրն է, որ ցեզի փոխանցվեցավ, միայն այդ բարի լուրը, այսպես ասած, քիչ ուրախանալու համար չէր։ Ընդհանրապես ցեր այդ ուրախությունը շատ երկար գնաց չտևել, մանավանդ երբ որ հալածանքներն ալ պիտի սկսին։ Եվ ցեզ մեջ շատեր նաև պիտի դրտնին այդ հալածանքներու պատճառով։ Ցեզ մեջ շատեր նաև պիտի լքեն գսե այդ հավատքը այդ հալածանքներու պատճառով։ Շատեր պիտի լքեն, շատեր պիտի հեռանան այդ հավատքեն, այդ նեղության եւ չարչարանքի պատճառով։ Ուրեմն այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, ցեզի նաև պիտի փրկություն շնորհե բարգեւե, մանավանդ երբ որ բահեք այդ ավետարանը, այնպես ինչպես որ ցեզի քարոզվեցավ։ Այս նախատասությունները լրելիայն գուքան ցույց տալու, որ այս կամ այն ցևով համայնքի հավատացյալները սկսած էին գարցեք թերանալ, սկսած էին գարցեք իրենց հավատքի կյանքի մեջ խախտիլ, այլևս ինչ պատճառներով, տարբեր քարոզչական հոսանքներ կային եւ ադիգար մենք փորձեցինք տեսնել սկիզբները, չէ՞, շատեր գուքան եւ գսեն Գեփասի կպատկանինք, Աբողոսի կպատկանինք, Բողոսի կպատկանինք, ուրիշ քարոզիչներ եկած էին ասելու համար թե պետք է տրպատվիկ, պետք չէ տրպատվիկ, պետք է բահեք Մովսեսական օրենքը, պետք չէ բահեք Մովսեսական օրենքը, այս բոլորը նաեւ ինչու՞ չէ մարդոց մտքերը սկսած էին շփոթեցնել, այնպես ինչպես որ այսօր բարական, այսօր նույնն է բարական։ Հաջող հլու հնազանդ մենք կսկսենք հետևիլ եկեղեցի։ Մայր եկեղեցի, մեր եկեղեցի, հոն մգրդված ենք, հոն աղոտ կրած ենք, հոն բսակված ենք, չգիտեմ ինչ եղած է, հանգարց ուր գե ուր, քարոզիչը, մեզի կներկայանա, եւ մեզի կպատկամե ավետարանը։ Ճիշտ է, սկզբնական շրջանին գսենք, մեր եկեղեցու մեջ այսպիսի քարոզ մտիկ չէին գրած։ Ոյ մեկը մեզի այսպես չի բացատրած։ Շատ արագ։ Եվ այս անձը շատ լավ բացատրեց։ Բայց ինչ բացատրեց։ Ինչ փոխանցեց։ Եվ անցած շաբթուն էր Բողոս Արաքյալը գսեր։
Եթե ձեր մեջ մարգարեության շնորհքը դրվեցավ եւ մարդիկ մարգարեացան, անոնք որոնք մարգարեություն գնեն, իսկ անոնց որոնց դրված է շնորհքը այս մարգարեություն ունողները քննելու, դեսնելու համար թե որքանով ճշմարիտ է անոնց տված մարգարեությունները։ Եթե լեզուներ խոսիլ է քննելու եւ այդ լեզուները թարգմանելու, բացատրելու, եթե չգիտեմ այսին շնորհն է կամ adin շնորհն է, ըստուքելու, որովհետեւ հանգարց չլաթե հավատացյալները մոլորին։ Որտեղ շատեր պիտի կան եւ ցես պիտի մոլորեցնեն, բայց դուք զգուշ եղեք։ Եվ ամբողջ մտահոգությունը առաքյալին այդ է, այնպես մը վազեցի, որպեսի ինչ ընեմ, սիրաշահիմ, որու համար, Քրիստոսի համար։ Եվ այստեղ ամբողջ այս հատվածի մեջ առաջին հատվածը, որ պատրաստություն մնա այս տուտի մասին խոսիլը, հարության մասին պիտի խոսի։ Բայց տեսեք ինչպես կպատրաստե, որտեղ ես երբ որ ցեզի եկած գսեք, ինչ ըրի ցեզի, ավետարան քարոզեցի։ Եվ ինչ էր այդ ավետարանի միջուկը, բովանդակությունը ինչ էր։ Բոս արակալ երբ որ եկավ ավետարան քարոզելու չքարոզեց, գիտեք ինչ անգամ Հիսուս գբդդեր Երիկովով, կամ չգիտեմ Գեսարիա կամ Գալիլեայով, հանգարց իրեն հանդիպեցավ գույրը գաղմը։ Կամ Քրիստոս դում մնստած էր եւ առաստաղը կագեցին անդամալույց մի իջեցուցին։ Բոս արակալը գսե ես ասչի որ քարոզեցի ցեզի։ Բոս արակալը գսե այն ավետարանը որ ես ցեզի քարոզեցի, որ ինչն էր Հիսուս մերավ մեր մեղքերուն համար, ինչպես որ գրված է սուրբ գիրքերու մեջ, թաղվեցավ, երրորդ օրը հարություն արավ, ինչպես որ գրված է սուրբ գիրքերու մեջ։ Այս է ավետարանի փոխանցությունը։ Հիսուս մերավ, բարձավես չմերավ, ինչպես որ հաջող կրնանք բարձավես մերի թեպքիմը, արվածիմը ճամփով։ Նույնիսկ խաչելության, բայց այդ խաչելությունն իսկ ինչու տեղի ունեցավ, մեր մեղքերուն համար, եւ ինչու պետք էր որ մերներ, եւ մանավանդ այնքան հետաքրքրական է որ 4 ավետարանիչներն ալ, մանավանդ վերջին այս թեփքը, Քրիստոսի վերջի շրջանի այս թեփքը մանրամասնությամբ կներկայացնեն, որովհետեւ անով ցույց տան ինչը Քրիստոսի գադարյալ եւ ճշմարիտ մարդեղությունը եւ Քրիստոսի գադարյալ ու ճշմարիտ աստվածությունը։ Այո, միգուցե այսօր մենք շատ չանդրադառնանք այդ երևույթին։ Մանավանդ երբ որ գսենք որ այդ երևույթները աստվածաբանական են, քրիստոսաբանական են, անոնք հadoop են, չգիտեմ, եկեղեցվո մեջ, անոնք հadoop են բարձրաստիճան ասենք պաշտոնյաներուն, որոնք եկեղեցվո մեջ կծարային։ Հիմա առօրյա ժողովրդին համար ինչ պետք է գա այսքան մանրամասնությամբ երթալու Քրիստոսի գադարյալ մարդկությունը, Քրիստոսի գադարյալ աստվածությունը։ Բայց չմոռնանք որ ամբողջ միտ բանին այս բոլորի մեջ է որ գգաղաբարվի, գփովանդակվի, որով ցույց տա, եթե մեր մեղքերուն համար մերավ, ինչու մեր մեղքերուն համար պետք է մեռնի Քրիստոս։ Մենք ինչ ըրած ենք որ մեր մեղքերուն համար պետք է մեռնի Քրիստոս։ Եվ հաջող այսպես ալ կմոտենանք մենք։ Երբ որ ավաշխարության հրավեր գուղվի մեզ մեր յուրաքանչյուրին, ինչ կսենք հաջող։ Մենք ինչու պետք է ավաշխարենք, որտեղ մենք մեղք չենք կործած։ Եվ կամ երբ որ գսվի կամ հրավեր գոչը գուղվի, Հիսուս Քրիստոսը պետք է որ ընդունիս։ Բայց կսենք ինչու պետք է Հիսուս Քրիստոսը ընդունենք։ Մենք կփորձենք մեր կյանքը լավ ապրիլ։ Մենք կփորձենք բարի կնել այսինչին կամ ադինչին։ Ոչ մեկը չենք նեղացուցած, ոչ մեկը չենք կողոպտած, ոչ մեկը չենք սպանած։ Մանավանդ ամիջավես մեր միտքը կուկա դաստաֆանյա բադվերաններուն երկրորդ կեսը, ինչպես որ մեծարուս երիտասարդին արդահայտությունն է։ Եվ Քրիստոս գսեր իրեն բադվերանները բահե, գսեր գիտեմ անոք մանգութենես։ Մի շնան, մի սպաններ, մի կոնար, սուտ վկայություն միներ, երկրորդ կեսն էին։ Առաջին կեսը Առաջին 5-ը կուդերասվածըտ, միակ կուդերասվածըտ, ուրիշ ասվածներ չունենաս, գուրքեր չշինես, ոչ վերը, ոչ երկրի վրա, ոչ ալ ընթերքը, ոչ ալ ձովու խորքը, եւ այդ բոլորը ուր են այդ պատվիրանները դագավին չհաշված այն մույս բաժինը, որ Քրիստոսի ինչն է, Քրիստոսի պատկալերության վիճակն է։ Եվ հավասի գետերբեկ առաքյալը գշեշտ է, որ այն ավետարանը, որ մենք ցեզի կարոզեցինք, որ Քրիստոս մերավ թաղվեցավ, երրորդ օրը հարություն արավ։
Որտեղ անցյալին այսպես պատկամեցին մարգարեները։ Ինչպես Եսայի մարգարեն պիտի խոսեր դարաբող ծառայի մասին, այն Մեսիան, որ խոստացված էր ղրկվելու Իսրայելի ժողովրդին, եւ ինչպիսին պիտի լար անոր ամբողջ ընթացքը։ Եվ պիտի մերներ, ինչու պետք էր մերներ, մեր մեղքերուն համար։ Ինչու էր մեր մեղքը, ինչ էր մեր մեղքը։ Այդ անօրենությունը եւ անհնազանդությունը Աստծո նկատմամբ, որ նաեւ ստեղծած էր այն փածը անտունը մեր եւ Աստծո միջեւ։ Եվ հետեւաբար եթե պիտի մերներ, նաեւ պետք էր որ թաղվեր։ Ինչու պետք էր թաղվեր, որովհետեւ հարություն առներ։ Ինչու պետք էր թաղվեր, որովհետեւ անոր ճշմարիտ մարդեղությունը բացահայտվեր։ Ինչու շեշտվեցան այս բոլորը, որովհետեւ նաեւ անցյալին գային այնպիսի հոսանքներ, որոնք կփորձեին նաեւ հավատացյալներուն մտքերը բողդորել։ Օրինակ, գային այնպիսի հոսանքներ, քարոզչական աշխատանքներ, որոնք կներկայացնեին այնպես մը, որ Հիսուս Քրիստոս հասկացողությունը երևույթ մնե բարձավես։ Ճշմարտությունը չէ, մտքի հասկացողությունն է։ Աչքիդ կերևի այդպես, բայց իրական չէ։ Եվ անոր համար առաքյալները ընդհանրական նամակը մանավանդ Հովհաննեսի գուքա եւ գսե մենք մեր աչքերով տեսանք, մեր ցերկերով շոշափեցինք, ինչը փանը, որ մեր մեջ բնագեցավ, մենք անոր հետ նստեցանք, գերանք խմեցինք։ Եվ հետևաբար այս բոլորը ինչ ցույց կտային, անոր ճշմարիտ մարդ ըլլալը, եւ ինչու շեշտվի անոր ճշմարիտ մարդ ըլլալը, որովհետեւ Պողոս առաքյալ գսե մեզ մեկուն պես եղավ, որպես նաեւ ինչն է, հանցն առնե, ինչը մահը, անալ խաչի մահը, որպես գարենա նաեւ մեզի ինչը դա, կյանքը, մահը իր վրա արավ, որպես կյանքը մեզի դա։ Այո, միգուցե մարդկային դրամապանությամբ ընդունելի չէ, այն միայն կարելի է ընդունել ինչով, հավատքով։ Եվ Ադոնամար առաքյալը գսե, այն ավետարանը, որ մենք ցեզի քարոզեցինք, եւ դուք հավատացիք։ Եվ ոչ թե միայն հավատացիք, այլ հավատարիմ ալ կմնաք։ Իսկ եթե երբեք բահեք այնպես ինչպես որ ցեզի թելադրվեցավ, նաեւ ադիկա ցեզի համար կլա փրկություն։ Եվ ուստի, ես ցեզի փոխանցեցի այն ավետարանը, որ նախ ես ինքս հավատացի։ Եվ բանալի է եւ ամենակարևոր բաժինն է, եթե քարոզիչը ինք չի հավատար իր քարոզածին, ինչպես որ էր բարական, որոնց օրենքի ուսուցիչներուն։ Օրենքի ուսուցիչները այնպես կքարոզեին, որոնց համար ինչ կսեր Քրիստոս։ Անոնց խոսքերուն նայեցեք, բանանց գործերուն մի նայեք, որտեղ անոնց խոսքերը պետք է որ համապատասխանեն նաև անոնց գործերուն։ Նույնպես անհավասիկ Պողոս առաքյալ երբ որ քարոզեց, այդ քարոզը բարձրապես խոսքի փոխանցությունը չէր որ ժողովրդին փոխանցեց։ Այլ քարոզեց այնպես որ նախ ինք հավատաց։ Եվ իր այդ հավատքն է որ զինք մղեց մինչև ուր, մինչև նահատակություն, մինչև մարտիրոսություն, մինչև հանցն արավ ինչը փանդարգությունը, ինչու որտև հավատաց իր քարոզին, ինչն է իր քարոզի փոխանցությունը, որ Հիսուս մեռավ, թաղվեցավ, երրորդ օրը հարություն արավ, եւ հիմա ինձի համար կյանքը Քրիստոս է, իսկ մահը Քրիստոսի հետ ըլլալ։ Ուրեմն նախ ես հավատացի իմ քարոզածիս։ Ես բարձրապես նյութ մը չէ որ ցեզի խոսեցա, որպես տասախոսական նյութ։ Պատրաստվեցա, քրեցի, այսպես պետք եղածեվով ինչ որ պետք է եւ այդպես ցեզի ներկայացի։ Եվ ցեզ մեջ շատեր հավատացին։ Գսե ոչ նախ ես հավատացի։ Եվ իր այդ հավատք ուղղե եկավ։ Նույնինքն այն դեսիլքը, որին ունեցա Դամասկոսի ջանքուն վրա։ Եվ ադորամար ինչ որ փոխանցեցի, նախ ես հավատացի եւ իմ փոխանցածս Սուրբ Գիրքերու գրվածին համաձայն, որ Քրիստոս թաղվեց, խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ Սուրբ Գիրքերու ասվածին համաձայն եւ երևցավ Պետրոսին եւ 12-ին, որ մեդու նաեւ միադեղ խմբված 500-ի ավելի հետևորդներուն, դեպետանոց մե ոմանք ներած են, բայց շատերը ողջ են, եթե գուզեք հարցուցեք, մանավանդ անոնց մեջ շատեր ցեզի ծանոթ են, Գորընթոսի համայնքի ծանոթ մարդիկն են, եւ Գորընթոսի համայնքի ծանոթ մարդիկը նաեւ ովքեր են, Պետրոս առաքյալը ինք, եւ անոնց խմբակի մեջ ինչ կային, մարդիկ որոնք գսեին մենք որու կպատկանենք, Գեփասին կպատկանենք։ Ուրեմն նշան Գեփասը ծանոթ անձնավորություն էր Գորընթոսի համար, Գորընթոսի համայնքին։ Ուրեմն նշան երբ որ երևցավ
Հարություն արավ երևցավ, անոր համար երևցավ, որբեսի դա այդ հույսը մարդուն։ Եվ ադոր համար այս ամբողջ տրվածքը բիդի ավարդի նախատասությամբ 15-րդ գլուխը գավարդի 58-րդ համարով, որ գսի այսպես. մահ ուր է քու խայտոցդ եւ ուր է քու հաղթանակդ։ Գնշան ամբողջ միտպանին հարության քարոշչությունը մեզ թևի ուր պիտի դանի։ Մահվան վրա դարված հաղթանակին։ Ուրեմն այլևս մահը զիս չի սարսափեցներ։ Ես այլևս մահեն չեմ վախնար։ Մահը ինձ համար վերջագետը չէ։ Թեգուզ երբեք քիչ մը դխրիմ, քիչ մը նեղվիմ, հարազատիս բարակայիս այսպես ասած մարմնավոր ֆիզիկական գորուստ են, որ խորքի մեջ գորուս չէ, սխալ արտահայտություն այդ արտահայտությունը, բայց ինչ ունիմ, հույսը վստահությունը ունիմ, որ այնպես ինչպես Քրիստոս ինք հարություն արավ, նույնպես նաև անոնք, որոնք ննչեցյալներն են, նույնպես հարություն պիտի առնեն։ Եվ հետապար առաջին իսկարիտով որու երևցավ Պետրոսին, արդյոք Պետրոսին երևցավ, խորքի մեջ ոչ, ըստ ավետարանիչներուն երևցավ յուղապեր կանանց։ Եվ անոնց մեջ Մարիամ Մագդաղենացին ինչ որ մեզի գպատմե ով Հովանես ավետարանիչը։ Բայց հետաքրական է, ինչու Բողոս արաքալ չի հիշեր գարդմը հայտնություններ, որ Քրիստոս հարուցյալ փրկիչը երևցավ իր հարութենեն հետո։ Այլ այստեղ կնշե անձինք, որոնք ծանոթ էին գորընթացներուն, եւ այս անձներու հիշադակումը անոր համար, որպեսի գորընթացներուն միտքը ըստ այնն պատրաստ է, որ ինք հիմա պիտի խոսի է երբեք Քրիստոսի հարության մասին, այդ Քրիստոսի հարության մասին նյութը ունի նաև ովքեր ագանադես վգաներ եւ ինչու առաջին հերթին Պետրոսի անունը հիշե։ Եվ աջավ այս բաժինը մարդիկ օգտագործեն ցույց տալու համար, տեսեք, որտեղ Պետրոս ինք առաջինն է արաքյաններու մեջ, անոր համար Բողոս արաքյալը գիշե զինքի իբրև առաջին։ Ընդհանրակը Պետրոս արաքյալ ոչ թե առաջինն է, որտեղ արաքյաններու մեջ առաջին չկա։ Բողոս Քրիստոս շատ հստակ կսեր արաքյաններու այսպես ասած կորցակցությունը եւ ամբողջ իրենց թրվածքը ինչպիսին էր։ Պետրոս արաքյալը առաջինը գիշադակվի, որտեղ Պետրոս արաքյալ այն անձն էր, որ Քրիստոսը ուրացավ։ Եվ իր այդ ուրացումը, 3 անգամ ուրացումը եղավ արիտ, որպեսզի ետ վերականգնվի իր վիճակին։ Եվ անդորոն Քրիստոս իր հարութենեն հետո 3 անգամ պիտի հարցներ Սիմոն Հովնանի որդի երբեք կսիրես, եւ 3 անգամ պիտի ասեր այո։ Եվ ինչու էր այդ հարցադրումը, որպեսզի վերականգնվի իր այդ թիրքին, իր այդ վիճակին, իր այդ հրավեր գոչին, ինչ որ ստացած էր ինք, եւ որպեսզի ինչ կսե ավետարանիչը, որպեսզի գարենա նաեւ իր եղբայրները ըստ այնմ քաչալերե։ Ուրեմն հաջող իմիջայլոց, հաջող երբ որ մենք նեղության եւ դժվարության մեջ ենք անցնենք, եթե ասված հաջող գթույլանդրե որ այդ նեղության եւ դժվարության մեջ են անցնենք, ինչու որպեսզի հանգարց եթե պատահեցավ ուրիշ եղբայրը, ուրիշ քույրը այդ նեղության եւ դժվարության մեջ է, որպեսզի մեր կյանքի փորձառությամբ, հավատքի կյանքի փորձառությամբ գարենանք նաեւ ինչ անել, խրախուսել, քանչալերել, զիրենկա ոտքի կանգնեցնել այնպես ինչպես մեզ Քրիստոս վերականգնեցուց մեր այս վիճակի մեջ։ Երկրորդ, Պետրոս արաքյալի միջալից գիտեք, որ երբ որ գիներ եկան լուրը տվին, որ վարդապետը հոնչե հարություն արած է, ամի արաքյաններեն գսե երկուքը Հովանես եւ Պետրոս վազեցին դեպի քերեսման։ Հովանես ներս մտավ, տեսավ եւ հավատաց գսե ավետարանիչը, Պետրոսի բարակային նայեցավ, տեսավ, դուրս ելած ժամանակ որ պիտի վերադառնա, սկսավ մտածել գսե այս բադահածի մասին, որ ինչ պատահեցավ։ Հովանեսի բարակային ամիջավ սկսե տեսավ եւ հավատաց։ Ինչը հավատաց։ Քրիստոսի խոսքը որ գսեր մարդու որդին պիտի խաչվի թաղվի, բայց երրորդ օրը հարություն պիտի դառնա։ Պետրոս արաքյալն նույնը լսեց։ Բայց Պետրոս արաքյալը ինչ ասավ։ Քավլիցի որ քեզ այդպեսի բան պատահի։ Ընդհանրակը ես է որ քու դեղդ կխաչվիմ։ Եվ ճիշտ այդ բանն էր որ Քրիստոս իրեն պիտի սեր զիս 3 անգամ պիտի ուրանաս։ Զգուշ եղիր։ Եւ ահա վասիկ այս վիճակի մեջ Պետրոս արաքյալի երևցավ, որպեսզի անով ցույց տար։ Պետրոս մի թերահավատալար։
Եվ անոր համար հիմա քեզի կհարցնեմ, գսիրես սիս, եւ դեր թունքիդես, որ գսիրեմ քեզ, եւ եթե այդպիսին է, արածե ոչխարներս, որ գժա արածելը թյուրին չէր, գնաշահի պիտի ունենար նույն վիճակը, ինչ որ ունեցավ իր վարդապետը, այսինքն հալածանք մինչև իսկ նահատակություն, եւ երկրորդ նաեւ երևցավ, որոնց 12-ին, արդյոք 12-ին երևցավ Քրիստոս, Վերնադան մեջ 11 հոգիներ էին, չնայած առաջին անգամ երևցավ 10 հոգիներ էին, որտեղ Թոմասը դուրսն էր, հետո Թոմասը որ եկավ, եղան 11 հոգի, իսկ բնակինը մեզի գսե եւ երևցավ 12-ին, որտեղ խոսքի մարտահայտությունն է, գջանցնին որպես 12-ը, ովքեր են ասում 12-ն են, արաքյաններն են, հետո որ պիտի միանար մադատյան, ամբողջացնելու համար թիվը, որպես 12, բայց արդայնությանց մեջ է, որ Պողոս Արաքյան իմդի ունի, որպես 12 թիվը, որպես ամբողջական թիվ, որ մի հետո 500 ավելի մարդոց, գնշանակե տեսեք, այդ 40 օրերու ընթացքին, Քրիստոսի հարութենեն, մինչև համբարձումը, դարբեր արիտներով մարդոց երևցավ, օրինակ ավետարանիչները մեզ կներկայացնեն Էմաուսի ճամփորդները, ավետարանիչները մեզ կներկայացնեն, թե ինչպես առաքյալները երբ որ ծովեզերքն էին եւ Քրիստոս կսե հայտնվեցավ իրենց մեջ։ Եվ դակամին չհաշված ուրիշներ, որոնք դարձան ագանադեսը Քրիստոսի հարության։ Եվ այս բոլորը ինչու կսե առաքյալը, որպեսզի նախ հստակորեն ամուր ժայռի վրա գառուցե կամ հիմը տնե նախ Քրիստոսի հարության, որովհետև հետակային պիտի ասե, եթե Քրիստոսի հարությունը հարցականի դակ առնեք, հարցականի դակ առած կլակ մեր հարությունը եւ մանավանդ սուտ հրճագած կլանք Աստված, որովհետև Հայրն Աստված ինք է, որ հարուցանեց կսե Քրիստոսը, եւ եթե գուրանանք Քրիստոսի հարությունը, ուրացած կլանք մեր հարությունը, եւ նաեւ հակառակը, եթե գուրանանք մեր հարությունը, ինքնաբերաբար ուրացած կլանք Քրիստոսի հարությունը, որովհետև դրամաբանական չէ միայն ընդունել Քրիստոսի հարությունը եւ այս կամ այն ձևով մերժել մեր հարությունը, որովհետև վերջ-վերջո ամբողջ քրիստոնեական վարդապետության հիմը կգազմե Քրիստոսի հարությունը, անոր համարալ սկզբնական շրջանին եկեղեցին գդոներ միայն Քրիստոսի հարությունը, հաղթանակ տարված մահվան վրա, որպեսզի մարդուն դար հույսը, որ մարդուն համար պատրաստված է նոր կյանքը, եւ հետեւաբար առաքյալը գսե, ի վերջո բոլորեն հետո երևցավ նաեւ ինձի վիժածիս, հետաքրական արտահայտությունն է, որ Պողոս Արաքյալ գունենա այստեղ, ի վերջոն կարծեք այնպես մը կներկայացնե, որ վերջին հանգրվանն է այլևս, որ նաև երևցավ Քրիստոս իրեն, բայց այնպես մը կներկայացնենք զինքը, որպես ամենահետինը առաքյալներու մեջ, չնայած որ ինքը առաքյալ գոչվեցավ, բայց ինչու է այն արտահայտությունը, երբ որ գսե ավարտին ի վերջո նաև երևցավ ինձի վիժածիս։ Վիժածը այն վիճակն է, որ մարդ արարած չի ծնիր, ամբողջությամբ չի ծնիր, այս կամ այն բարակայով վերջ կտրվի, եւ այդ վիժածը իրեն անուն չի դրվի իր վիժածին, անուն չենք տար, անոնք որոնք վիժած երեխաներ են, անուն չենք տար, եւ ադոր համար առաքյալը գսե, առաքյալ իսկ գոչվելու արժանի չեն, ինչպես որ վիժածը արժանի չլար անուն ունենալու, նույնպես ինքը իբրև այդպիսին, բայց ինչու ինձ այդպիսին կներկայացնե, որտեղ գսե ես Քրիստոսի եկեղեցին հալածեցի, որտեղ ես Աստծո եկեղեցին հալածեցի, եւ ինքը կանդրադառնա իր այդ վիճակին, բայց գսե հիմա ինչ որ եմ, ինչով եմ, Աստծո շնորհքովն է, հիմա ինչ որ գնեմ, ինչով գնեմ, Աստծո տված շնորհքովն է որ գնեմ, եւ տեսեք կանդրադառնա եւ կներկայացնե գիշեցնե իրենց, որ ինք ինչպիսի անցյալ ունեցած էր, որ նույնիսկ իր այդ ըրածը ինքզինքին արժանի չի տեսներ,
որ ինքը իրապես ստանա անունը, եւ ինչ է իրեն դրված անունը։ Ինք ինչ անունը ստացավ։ Սողոս էր, Բողոս եղավ, ոչ։ Ինքը նոր անունը ստացավ։ Ինքը ստացավ քրիստոնյա անունը։ Եվ այդպես ալ գսե մեզ հայտնություն Հովանու գիրքը։ Եվ ասոնց ինչ պիտի դրվի։ Ասոնց պիտի դրվի նոր անունը։ Եվ ինչ է ծեր նոր անունը։ Հակոբ Թորոս Սետրակ, ոչ, քրիստոնյա։ Եվ քրիստոնյա լալ կնշանակե Քրիստոսի պատկանող, Քրիստոսի աշակերտ, Քրիստոսով նոր մարդ արարած եղած, եւ անոր համար է որ մգրտության ինչ կդրվի իրեն, նոր անուն մը կդրվի իրեն, ոչ այն անունը որ հաջող մարդիկ պիտի կանչեն, ճիշտ է այդ անունը կա, բայց առավել եւս ուրիշ անուն մը կդրվի մեզի, եւ Բողոս Արաքյալը գսե ես արժանի չեմ այդ անունին, որ խորքի մեջ ով արժանի է այդ անունին, ես Ամոս 2-ում գսեր չանցաշաբաթ, դեր ով արժանի է կուդանդ մեջ կենալու եւ կուդաջարիդ մեջ փնագելու, ոչ ոք արժանի չէ։ Եվ ամասիկ այս բոլորը մեզի ինչ ցույց կտա։ Աստծո կուտը եւ ողորմությունը եւ այդպես ալ գսե Արաքյալը։ Եվ ինչու արժանի չեմ, որովհետեւ Աստծո եկեղեցին հալածեցի, բայց հիմա ինչ որ եմ, Աստծո շնորհքին կպարտիմ եւ այդ շնորհքը ուղղեն ու կա։ Աստծո ողորմութենեն, Աստծո սերեն։ Եվ գրնամը սեր թե Աստծո ինձի տված շնորհքը աբարթյուն չեղավ, որտեղ բոլոր առաքյալներեն ավելին ես աշխատեցա։ Եվ ասիկա իրեն համար հբարդանքը չէ, բարձանքը չէ, բարձավես ես ավելին աշխատեցա, չի նշանակի մյուս առաքյալները չաշխատեցան։ Այն իմաստով ինք ինչ որ արժանի չէր, եւ իրեն դրվեցավ այնպիսի շնորհք մը գարձեք, որ ավելին հրավ, ավելին ոչ թե համեմատելու համար թե մյուս առաքյալները 5 համայնք ստեղծեցին, ինք 15 համայնք ստեղծեց, չնայած պատկանորեն նաև այդպես է կներկայացվի մեզի։ Ճիշտ է, այնպիսի համայնքներ, որոնք ընդհանրապես իր ճամփորդությամբ տեղի ունեցան այդ բոլորը, բայց վերջ-վերջո գուկա խոստովանելու եւ ասելու, ինչ որ ըրի Աստծո շնորհքով ըրի։ Հավաքու բաժինը Պողոս, դու բաժին չունիս, իր բաժինն ալ հետևյալն էր։ Իր պատրաստակամությունը, իր ընդհարաչումը Աստծո վրա վերին, Դամասկոսի ճամբու վրա, Աստծո բաժինը և մարդուս բաժինը, ինչպես որ դերը բիլիս է Եսայի մարգարեին, որ ուղր գենք այս ժողովուրդը, ով պատրաստ է այս ժողովուրդին երթալու, և մարգարեին գսե զիս մրվի։ Նույնպես ալավասի Բողոս Արաքյալը, իր մեջ դերը դեսներով անոր պծախնդրությունը, նախանցախնդրությունը ինչին, Աստծո թադին, և ինք կպատմի կխոստովանի Արաքյալը, այնպես մը կգարձեի գսե, թե այդ ընելովս եկեղեցին հալածելով, Աստծո հաջելի պիտի ելամես, միջատ գսե հագարակը, Աստծո եկեղեցին է որ կհալածեի, և անոր համար Դամասկոսի ճամբու վրա այդ դեսիլքը որ կունենա Արաքյալը ինչ կլսեց ցայնը որ գսեր Քրիստոս, Սողոս ինչու զիս կհալածես։ Եվ այդ վիճակի մեջն է, որ Սողոսը կստանա ինչը, Աստծո շնորհքը։ Եվ մենք հաճախ կզարմանանք, ինչպես շատեր զարմացած էին, ճիշտ այդ իմաստով զարմացած էին, ինչպես կրնալալ, որ մեկը հալածիչ, հանգարտ թարնար քարոզիչ, հանգարտ ստարնար Աստծո առաքյալը, եւ գսե ես ալ դեսա Քրիստոսը, հարուցյալ Քրիստոսը դեսա, եւ զիս կանչեց, որովհետեւ նաեւ ինչն եմ, իր շնորհքովը եւ այդ շնորհքը աբարթյուն չեղավ, վգա այն բոլոր համայնքները, որ ինք իր քարոզչությամբ հաստատվեցան։ Բայց գսե այսպես, որտեղ բոլոր առաքյալներն ավելի աշխատել, թեպետ ինչ որ ըրի, ես չրի, այն իմ մեջս գործող Աստծո շնորհքը, որովհետեւ հանգարտ չլա թե իրեն համար բարձանք լա հբարդություն, ասեն համար է տեսեք, ես չլայի, եթե այս համայնքները պիտի չլային, ընդհակառակը, ես կացի, քարոզեցի, խոսեցա, խոխանցեցի, տեսեք համայնքները, բայց ընդհակառակս է ես չէի, ինչ որ ըրի, ես անձնապես ես չրի, այլ Աստծո շնորհքն է, որին մեջս դրված, թրված, այդ է որ այդ բոլորը կատարեց, բայց եւ այնպես
Կարևորը սակայն ինչն է։ Ես քարոզեցի կամ մյուս առաքյալները, որտեղ բոլորիս ալ քարոզածը պետք է որ նույն ավետարանը ըլլա, որուն դուք հավատացիք, բայց հիմա շեղացեք։ Հավատացիք անցյալին, բայց այսօր պետք է որ շարունակեք նույն այդ հավատքը։ Եվ այս էր ամբողջ նրբությունը։ Բոհոս առաքյալ դեսիլք ունեցավ։ Բոհոս առաքյալ հարուցյալ փրկիչը տեսավ։ Գնաց Դամասկոս, արդեն Դամասկոսի ճամփու վրա էր։ Գուրացավ զինքը դարին որու Անանիային, որովհետեւ աղոթե եւ աչքերը բացվի։ Որ մենը Բոհոս առաքյալ քաղաքացիներն նամակի մեջ կհիշե, որ քաշվեցա գսե ուր Արաբիո տերագազին, Անաբադ, որովհետեւ այնտեղ պատրաստվին։ Հետո սակայն ինչ ըրավ։ Գնաց Երուսաղեմ, դեսնվեցավ եկեղեցու սյուներուն, անոնց է ցեր թոթվեց, որ գշանոց համացայնություն արավ։ Երբեք ինքնին չդվավ այդ իրավասությունը, ըստ համար թե ես ալ դեսա, չնայած կբատնի այդ երևույթը։ Եթե անոնք առաքյալ են, ես ալ առաքյալ եմ։ Եթե անոնք Քրիստոսը դեսան, ես ալ Քրիստոսը դեսա։ Բայց երբեք ինքնին այդ իրավունքը չի դար, ըստ համար թե եթե երբեք ես տեսա Քրիստոսը, ուրեմն ելեմ ես իմ հասկացողությանս ավետարանը քարոզեմ։ Ընդհակառակը կացիկս է մինչև Երուսաղեմ, դեսնվեցա սյուներուն, նկատի առած առաքյալները, եւ գսե անոնք ինձի հավանությունը դվին, որպեսզի երթամ եւ հետանոսած աշխարհին քարոզիչ դառնամ։ Ուրեմն կարևորը ինչն է գսե։ Կարևորը ավետարանի քարոզչությունն է եւ մանավանդ նույն ավետարանի քարոզչությունը։ Որովհետեւ ինչպես մյուս առաքյալները իրենց նամակներում մեջ կհիշեն, այնպիսի քարոզչական աշխատանքներ կային, որոնք գմոլորեցնեին։ Եվ անոնոմա գզարմանար առաքյալը քաղաքացիական նամակի մեջ կսեր գզարմանամ, թե ինչու այսքան շուտով լքեցիք, թողեցիք այն ճշմարիտ ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի։ Եվ հավասիկ ժայռի վրա գուզեթնել այն վարտաբեդական հիմքը, ուսուցումը, որ Քրիստոսի հարությունն է, եւ այդ հարության լույսի տակ տեսնելու նաեւ, որ աշխարհ չափով պիտի փորձենք տեսնել, այսինքն մեր հարությունը եւ որ մեր նաեւ ինչպիսի մարմին ստանալու վիճակը, որովհետեւ այս հարությունն է, ինչպես Քրիստոս պիտի ասեր Հովաննես ավետարանի 13-րդ գլխում մեջ։ Եթե ծորենի հադիկը ինքն իր մեջ մնա, այդպես ալ պիտի մնա։ Բայց եթե երբեք ինա, եւ այդ ինալը իր ինչն էր, թաղումն էր, ինա եւ հողի մեջ չտրվի, որպեսզի ինչ տա, արդյունք տա։ Եվ ինչ էր այդ արդյունքը, իր հարությունն էր։ Աշակերտները տեսնելով հարուցյալ փրկիչը, ինչը ունեցան, հույսը, հավատքը, ինչ անելու, իրենց ընթացքը շարունակելու։ Բայց երբ որ Քրիստոսը խաչվեցավ, ինչ եղան, հուսահատեցան։ Եվ շատեր փախուստ տվին, հոմ մեկը չմնաց, միայն Հովհաննեսը։ Պետրոս քիչ մը փորձեց, մինչև ինչ ուր քահանայապետին աբարանքը, հետո երբ որ ուրացավ, թողեց գնաց, միայն մնաց Հովհաննեսը ինք, մինչև խաչելություն։ Բայց երբ որ հարուցյալ փրկիչը տեսան, լեցվեցան ինչով, հույսով, եւ ունեցան հավատքը, ինչի շարունակելու իրենց ճամփան, իրենց հավատամքը, իրենց թավանությունը հանդեպ Հիսուս Քրիստոսին։ Որպես անով նաև ունենային ինչը, նաև իրենց հարության հույսը։ Եվ ադորամանը մենք ամեն գիրագ երբ որ գթավանինք, գխոստովանինք եւ գսենք, գհավատանք ինչի, հարության գհավատանք։ Թե մերնինք, պիտի ապրինք, որտեղ նաև Հիսուս Քրիստոսով ինչ է որ ունեցած ենք մենք։ Հոգևոր կյանքի հարությունը, նոր կյանքը, եւ հիմա ըստ այնը մենք կբայկարենք, ըստ այնը մեր պատերազմը կմղենք, ինչպես առաքյալը պիտի ասե, բարի պատերազմը, հավատքը պահելով, ընթացքը ավարտելով եւ կարենալ մասնագից դառնալու, ծեր ցկելու, հանցն առնելու այն բսակը, որ պատրաստված է։ Հետևաբար այս հիման վրա է, որ կպատրաստե իրենինները
Եվ ադորամարալ մեր այսօրվան հատվածը եւ ամբողջ այս գլուխը այսօրվան համարալ իր սելիկը ունի, որովհետեւ ինչպես անցյալի գորոնտացիները շատ ժամանակ չանցած ազիվ քանի մտարիներ ինչ որ իրենց քարոզված էր հավատացած էին անցյալի եղանակով, բայց սկսած էին այս կամ այն ծևով կամ շեղիլ կամ դգարանալ այդ հասկացողությամբ գուզե առաքյալը վերա հաստատել սիրենք նույնպես այսօր 2000 եւ ավելի եթե կարելի է ասել տարիներ անցած են կամ ասիվ 2000 տարիներ մենք որքանով հաստատուն ենք այն վարդապետության վրա որ ուրիշ բան չէ եթե ոչ Քրիստոս թաղվեցավ խաչվեցավ թաղվեցավ երրորդ օրը հարություն արավ այսօր այնպիսի բաներ կներկայացվի մեզի որ հաջող կփորձեն նաև մեր մտքերը բոլորել շփոթեցնել թեգուզ եթե երբեք հավատացյալներ գտիտենք այնպիսի պատրաստված տեսաերիցներ կամ կգարտանք այնպիսի հոդվածներ որոնք կա մեր մտքերը բոլորել այնպիսի մասնագիտական քիդական բեղումներ բրբդումներ այնպես կներկայացնեն ու կսկսենք բամը մտածել ճիշտ է ասվածը, դրամապարական է ասվածը, խելքի բարգելիք է ասվածը, բայց Պողոս առաքյալը գսե այն ավետարանը, որ մենք ցեզի քարոզեցին, պահեցեք այնպես, ինչպես ցեզի ավանդվեցավ, պահեցեք, մենք ալ պահենք այդ ավետարանը, աղոթենք, ով ետնավորար դուր մեզի շնորհքը եւ իմաստությունը կարողությունը որպեսի կարենանք ավանդված ավետարանը բահել այնպես որպեսի նույն ավետարանով ալ բրկվենք կարենանք համարձակությամբ քաջությամբ անվախորեն վկայել ու թավանել որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մերավ մեր մեղքերուն համար թաղվեցավ երրորդ օրը հարություն արավ, որպես առաջի բդուղ երախայրիկը նայեմ մեր հարության։ Բավան ամենայնի Քրիստոս աչքով հովանիրից երամեր, իդվե և իկիշերի, ինստիրիդան, իկնալի ճնավար, կննչել և արնել, զիվ երբեք սասանացայց, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս։ Ամեն։